Սիրելի ձկներ, ողջույն, ձեր նշանով էլ մենք կեզրափակենք, կավարտենք կենդանակերպի նշանների համար կանխատեսումը մայիս ամսվա եւ դուք իհարկե վերջում եք, որովհետեւ ձեզ առանձնապես երևի թե այդքան հետաքրքիր չի, հիմա ձկներն ասում ենք մեր ինտուիցիայով ամեն ինչ գիտենք, զգում ենք մեզ կանխատեսում պետք չի։ Դա համար այդպես քիչ դիտումներ են, սա իհարկե մենք հաշվի կառնենք եւ շատ հակիրճ կներկայացնենք ձեզ մայիս ամսվա համար կանխատեսումը եւ այսպես ասցենդենտի նշանով ձկներին է հիմնականը վերաբերում, հետո նոր արևի նշանով։ Եվ այսպես ինչ ունենք մայիս ամսին լիալուսին, նորալուսին, արևը կփոխի իր նշանը, Մերկուրին 2 անգամ կհասցնի փոխել իր նշանը եւ իհարկե Սատուրնը եւ կփոխի իր նշանը եւ Պլուտոնը կդառնա հետընթաց։ Սրանք են հիմնական իրադարձությունները մայիս ամսին, այսինքն այս փոփոխությունների մեջ է լինելու տրամադրությունը, միտքը եւ այլն, տեսնում եք միտքը ոնց է փոխվում, ինքը կմտնի ցոլի նշան, Վեներայի մոտ կգնա, հետո կգնա արդեն կմտնի իր նշան եւ այնտեղ ինքը շատ ավելի ուժեղ իրեն կզգա, ավելի լավ կլինի։ Եվ հիմա սկսենք հենց Պլուտոնից, որը կդառնա հետընթաց մայիսի 4-ից մինչև հոկտեմբերի 14-ը, որպես հեռավոր մոլորակ ինքը տարվա մոտ 6 ամիս է լինում է հետընթաց եւ մենք տեսնում ենք, որ դա ինքը գիտեք ուզում է ինչ որ փոփոխություններ բերել ձեր կյանք, բայց այստեղ դեռ ինչ որ մտածելու դեռ աշխատանքներ կա, որ պիտի արվի եւ դրանից հետո արդեն նոր այդպես որոշակի ուրեմն փոփոխություններ կլինեն 10-ին մայիսի մինչև մայիսի 25-ը Մերկուրին կմտնի դուրս գալով ձեր երկրորդ տանից կմտնի երրորդ տուն ցոլի նշան եւ այստեղ բնականաբար գիտեք ոմանց մոտ հնարավոր է ուզեն թե չուզեն որոշակի գիտելիքներ ձեռք կբերեն այստեղ Մերկուրին նաև հարազատների հետ ինչ որ հարց կքննարկեք ձեզ հետաքրքրող կամ արտերկրի հետ կարող է կապված լինել կամ ծնունդի հետ երեխայի ծնունդի հետ կամ ոմանց մոտ այլ ինչ որ դատական հարցեր կան որ ասենք դա կարող է հետաքրքիր լինել, այդպիսի հարցեր ուրեմն կքննարկվեն եւ անցնենք առաջ 12-ին տեղի կունենա լիալուսինը 20-55 րոպե 46 վայրկյան, արևև լուսինը կհակադրվեն 23 աստիճանում եւ այն տեղի կունենա Կարիճի նշանում, այդտեղ է գտնվում նաեւ սև լուսինը եւ շատ հարցեր, շատ պատասխաններ դուք կարող եք ստանալ թե այստեղ ամուսնության հետ կապված թե երեխայի հետ կապված թե արտերկրի հետ կապված նաև այսպես փոփոխություններ շատ բաներ ձեզ համար կբացահայտվի այդ բնագավառի համար եւ դա ուրեմն հնարավոր է որ լինի մինչեւ մայիսի 12-ը միգուցե ձեր ընկերների հետ զրույցում ձեր բարեկամների հետ որոշակի այդպես հարցեր քննարկեք այդ թեմայով որոշակի բացահայտումներից հետո անցնենք առաջ 20-ին արևը կմտնի երկվորյակի նշան դուրս գալով ցոլի նշանից կտեղավորվի ձեր 4-րդ տանը, այստեղ ընտանեկան տրամադրություններն են, հանդիպումներն են, ընտանիքի մասին, երեխայի մասին խոսակցություններն են, ահա եւ այդ ամենը արևը կփորձի ջերմացնել 25-ին Սատուրնը կմտնի խոյի նշան դա ձեր ֆինանսների տունն է դուրս կգա ձեր նշանից ելի ձկներ դուք իհարկե դա անպայման կզգաք եւ կտեղավորվի ձեր ֆինանսների տանը այդ անցումը դուք միգուցե ֆինանսների հետ կապված ամեն դեպքում ուշադրություն դարձրեք այստեղ ինքը որոշակի գիտեք որ հնարավոր է ինչ որ իրադարձություն կատարվի ձեր կյանքում աշխատանքի հետ կապված մեկը երեխա ունենում մեկը ինչ որ նոր գիտելիք է ձեռք բերում մեկը մեկնում է արտերկիր եւ այլն շատ այդպես տարբեր աշխատանքը փոխելու հետ կապված նաեւ ասացի դրա հետ կապված ուրեմն դուք պետք է ավելի խելամտորեն օգտագործեք ուշադրություն դարձրեք թե ինչ խորհուրդ կտա ձեզ ինչ կկատարվի ձեր կյանքում այդ ժամանակահատվածում այսքան մայիսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը եւ իհարկե մայիսի 26-ին Մերկուրին կմտնի երկորյակի նշան ինքը եւս եւ այստեղ արևի հետ միասին բավականին հետաքրքիր քննարկումներ կլինեն, հանդիպումներ կլինեն
ուրեմն ձեր տանը, ձեր ընտանիքում եւ այդ թեմային տան բնակարանի հետ կապված նաեւ հարցեր կլինեն, տեղափոխություններ, վերանորոգումներ եւ այլն, այսպիսի հարցեր եւս կլինեն եւ դուք ընտանեկան այդպես քննարկման կդնեք այդ հարցը։ Իսկ 27-ով մենք ավարտենք իհարկե նորալուսինն է տեղ ունենալու Հայաստանի ժամանակով 72 րոպե 11 վայրկյան, արևև լուսինը կմիավորվեն 7 աստիճանում երկօրյակի նշանում եւ այստեղ գիտեք հնարավոր է նոր ընտանեկան սկիզբ, նոր բնակարանի սկիզբ, դու մեկ ասենք այնտեղ ապրելու թեկուզ վարձով, թեկուզ հենց ձեր բնակարանը կապ չունի եւ այստեղ ընդհանրապես նոր սկիզբ է դրվում եւ հնարավոր է որ նաեւ գիտեք, այստեղ ավելի շատ ես տեսնում եմ ասցենդենտով ձկների դեպքում ավելի շատ ինչ որ բնակարանի թեմա է կամ հնարավոր է դուք միանում եք, ասենք ընտանիքի հետ ապրում եք կամ ընտանիքից բաժանվում եք, մեկ առանձին տեղ տուն եք ձեռք բերում, այդտեղ ապրում եք, այսինքն բոլոր դեպքերում առանձնանալ եւ ապրելը, եթե հիմա չէ, ապա մոտ ապագայում դա կլինի 1-2 ամսից ասենք ինչ որ միտեղ կտեղափոխվեք առանձին եւ այդտեղ առանձին կապրեք ինչ որ մի նոր բնակարան կունենաք վարձով կամ հենց ձեր սեփական բնակարանը այսպիսի տրամադրություններ են նոր սկիզբ կդրվի այնպես որ դա լավ սկիզբ է փորձեք ուրեմն ամեն ինչ սկզբից եթե ձեզ մոտ ասենք ոմանց մոտ կյանքը գիտեք այն տարիքում եք որ չնայած տարբեր տարիքում էլ միշտ գալիս է ինչ որ մի բան, որ ինչ որ մի բան դու սկսում ես սկզբից։ Երևի թե տարիքային այդպես շատ տարբերություն չդնեմ, բոլոր դեպքում եթե հասունացել է ձեզ մոտ որ ինչ որ մի բանի սկիզբ պետք է դնեք, ուրեմն կարողացեք կողմնորոշել, որովհետև հնարավորությունները կարծես թե շատ են, ուրեմն փորձեք կողմնորոշվել ինչ որ մի նոր սկիզբ։ Բոլոր դեպքերում արժևում հուլիսին որոշակի փոփոխություններ ձեր կյանք կմտնեն, ձեր ընտանիք, ընտանեկան թեման կմտնի որոշակի փոփոխություն, նորից եմ կրկնում կամ դա դուք փոխում եք կամ այլ երկիր եք գնում, կամ այլ բնակարան եք գնում, կամ մի խոսքով ընտանիքը բաժանվում է, անպայման հեռանում է, որպեսզի առանձին ավելի հարմարավետ ապրեն եւ կամ արտերկրի թեման, դա իհարկե հետո արժևում կլինի այդ թեման, այնպես որ այսքանով ավարտենք սիրելի ձկներ ասցենդենտի նշանով հիմնական լսում եք առաջինը դա եւ հետո արևի նշանը, իսկ ասցենդենտի նշանը իմանալու համար պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, իսկ եթե չգիտեք, բայց ցանկանում եք իմանալ, որովհետեւ դա շատ կարեւոր բան է, ապա ուրեմն դա պետք է հաշվարկվի։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ